ERT-ի տաղավարում այժմ վերլուծությունների ժամանակն է, մեր տաղավարում է Արմեն Չիբուխչյանը, բարև ձեզ Արմեն։ Եվ բնականաբար անդրադառնալու ենք դարձյալ J.D. Vance-ի պաշտոնական այցին Հայաստանի Հանրապետություն։ Ես մի անգամ էլ հակիրճ ներկայացնեմ այն կետերը, որոնք կարծում եմ, որ ամենաշատն էին բոլորիս էլ հետաքրքրում։ J.D. Vance-ը հայտարարեց, որ Հայաստանի Հանրապետությունը հենակետ է դառնում տարածաշրջանում տնտեսական գործընթացների առումով։ NVIDIA չիպեր են արտադրվելու, արտադրամությունը հիմնվում Հայաստանի Հանրապետությունում, NVIDIA-ի գործարան։ Փոքր մոդուլյար ռեակտորները այնքան կառուցվելու են Հայաստանում, այսինքն եկանք արդեն հասանք դրան, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ է լինելու գործարքը միջուկային։ Այնքան են վստահում, որ տեխնոլոգիաներ են ուղարկում Հայաստան, որոնք որ ոչ միտեղ չկան եւ շատ վտանգավոր է դրանք վստահելը որևէ երկրի, եւ մասնավոր կապիտալի հոսք է սպասվում, եւ J.D. Vance-ը առաջիկա ընտրություններում աջակցում է վարչապետ Փաշինյանին։ Դա ամենակարևորը մոռացաք։ Որ մեկի մասին եք ասում, մենք շատ են կարևորները։ Այո, անօթաչուները ցուցադրեցինք նույնիսկ կադրերը, այո։ Այդ ամենակարևոր բաներից մեկն է, շատ կարևոր է, որովհետև այս ամեն ինչի հետևում հետևանք 11 միլիոն դոլար է։ Երեք, ինչքան հասկացա, 3 հետախուզական անօթաչու են գնում, լավ, թիվը չասենք, չգիտենք քանի է, կարծում թե 3 պետք է լինի, 11 միլիոն դոլար։ Իհարկե սա շատ փոքր քանակ է։ Դա ամենակարևորը։ Բայց սրա հետևանքներ կա։ Շարունակական են լինելու, ասում էր Փաշինյանը։ Այո, սրա հետևը մեզ համար արդյունքներ կա, իսկ ոմանց համար հետևանքներ կա, որովհետև սկսենք նրանից, որ սա նշանակում է, որ այս ամեն ինչը գին է ունենալու, իսկ այդ գինը լինելու է կոնկրետ արդեն օֆիցիալ հապկից դուրս գալը։ Այսինքն սա այս նույնը չիպերի տրամադրումը նշանակում է օֆիցիալ նշանակում է առաջիկայում պետք է ԵԱՏՄ-ի հարցը կանգնի, ռուսական ռազմաբազայի հարցը կանգնի։ Այդ ամեն ինչը այսինքն ես ուրախ եմ այս խոսույթի համար, որովհետև սա Միացյալ Նահանգները այնպիսի գումարների ու պատասխանատվության մասին է խոսում, որ դա չի կարող համադրվել Ռուսաստանի հետ այսպիսի հարաբերությունների հետ կապված։ Սա պետք է հստակ հասկանալ։ Դե կա համաձայնություն երևի նաև այդ առումով։ Հիմա ինչ վերաբերում է, գիտեք ինչ իսկ ուզեմ հետաքրքրական սկսել վարչապետի աջակցությունից։ Սա ըստ էության այն է, ինչ որ այսինքն Հայաստանի քաղաքական դաշտը այնքան մուտանտ վիճակում է, որ J.D. Vance-ը շատ լավ հասկանում է եւ բոլորը, որ կամ-կամի վիճակ է։ Այսօր միտինգ էին անում, գերիների վերադարձին պահանջում J.D. շատ լավ, հա, սկսես, այո, հենց այդտեղից է քաղաքական մասից սկսենք, հետո մնացածով կանցնենք, հա։ Չնայած մնացածի հիմնական կարևոր բնութագիրը ես տվեցի։ Ես շատ ուրախ եմ այս խոսույթի համար, որ J.D. Vance-ը կիրառում է, սա այն է, ինչ որ ես կանխատեսում եմ, որ գիտեք ոնց է, սա թակարդի պես մի բան է։ Դու չես կարող Ամերիկայի հետ մտնել այդպիսի հարաբերությունների մեջ ու սկսել համատարած խաղեր տալ։ Կամաց ամերիկան sense քաշում է եւ նա անում է ինչով, դա կոչվում է soft power, որը չունի Ռուսաստանը։ Եվ այստեղ էլ այլևս Ռուսաստանը չի մրցակիցը Ամերիկայի հետ։ Սա Չինաստանն է։ Եվ վերջին շրջանում Ադրբեջանի մերձեցումը Չինաստան հետ ինչ ես շեշտում էի, սա չէր կարող չնկատվել Միացյալ Նահանգների կողմից։ Անգամ ադրբեջանամետ կարելի է ասել քաղաքագետ Փոլ Գոբելը, սա պետք է անկեղծ ես անդրադարձել էի Փոլ Գոբելի իմ եթերում ամբողջ հարցազրույցին, բայց անգամ ադրբեջանամետ քաղաքագետ թուրքամետ ասենք, ադրբեջանամետ չասենք, հա, ավելի շատ, որտեղ իր կապերը, իր շփումները ավելի շատ, բայց դե այդուամենայնիվ պետք է հասկանալ, որ ի տարբերություն օրինակ այն քաղաքագետների ռուսամոլիկ, որոնք նավթադոլարներ են լափում ուրեմն Ադրբեջանից եւ պատրաստ են օրինակ Մաքսիմ Շևչենկոների եւ մյուս տականքների պես, որոնք պատրաստ են Մարկովների եւ մնացածի, որ 2 կոպեկ փողի դիմաց պատրաստ են պատմության կեղծմանն է մասնակցել, որ ասենք օրինակ Շևչենկոյի պես տականքը ասում որ հայերին Իրանից են բերել, հա, կրկնում ադրբեջանական նարատիվները։ Ամերիկյան այսպես ասում եմ անգաժավորված այսպես քաղաքագետերը օրինակ պահպանում են իրենց մեծամասամբ օրինակ բացառություններ կան իհարկե շատ փոքր բայց մեծամասամբ իրենց հանդեպ հարգանք ունեն ինչքան էլ իրենք անգաժավորված են ինչքան էլ իրենք սիրում են Թուրքիան Ադրբեջանը կապեր ունեն իրանք փորձում են պահել իրենց պրոֆեսիոնալիզմը եւ անգամ լինելով այդպես իրանք նշում են որ Ամերիկային անհանգստացնում է Ադրբեջանի հարաբերությունները Չինաստանի հետ դա լավ չի եւ ասում են որ դա խնդիր է եւ այսպես շարունակա Հիմա Հայաստանի մասով տեսեք Սա նաև իրոք պետք է ասել, որ այսքան տարիների ցավոք սրտի այդ մթնոլորտն է որ ստեղծված եւ հենց կարելի ասել տարբերակ չէր թողնվել J.D. Vance-ին, որովհետեւ կամ պետք է Նարեկ Կարապետյան գա, հա, տաշիր
մաշիր տենց բաներ, հասկանում եք, այսինքն Միացյալ Նահանգները այս պարագայում շատ լավ հասկանում է, որ Հայաստանի քաղաքական դաշտը մուտանտ եւ անմխիթար վիճակում է եւ իրենք կարողանում են Փաշինյանի հետ հարցեր լուծել տարբեր ձևերով կարողանում են այս գործերը առաջ տանել, բնականաբար իրենք հիմա շատ բաների վրա պատրաստ են աչք փակել, որպեսզի Զարմանալիորեն մի քանի անգամ շեշտեց այս մարդը կարող է Այո, դա ամերիկյան տեխնոլոգիան է, դու մերն ես, արի, ձեռը դրմենուսին ասում են, արի, ես դեմ չեմ, եթե այդպես է, ես ասել եմ այդ տեխնոլոգիան, քաշելու տեխնոլոգիան է, դա քաղաքական դիվանագիտություն Իհարկե, ախր միամիտ են շատերը, որոնք մտածում էին, որ կարաս դու Ամերիկայի հետ տենց խաղեր տաս, հետո մի քիչ ռուսների հետ, հետո մի քիչ չինացիների, հետո մի քիչ ման, դու մտել ես, դուք Չէ, բայց եկեք խոստովանենք, որ դուք էլ ասում եք, որ քանի որ այսպես խաղեր են տալիս, ոչ մի բան էլ չի լինելու։ Ես չեմ ասում ոչ մի ասել եք ժամանակին։ Ես չեմ ուզում այդ կոպիտ բառը օգտագործեմ, չէ, խնդրում եմ էլի, կամ ինձ ուշադիր լսեք, խնդրում եմ, կամ ինձ ուշադիր լսեք, կամ իմ խոսքերը մի խեղաթյուրեք, որովհետև ես ասել եմ ականջից բռնած տանելու են, եւ մեր հետևորդները գիտեն։ Ես չեմ ուզում հիմա տեսեք այստեղ այդպիսի արտահայտություններ անեմ, հա։ Ես դրա համար եմ ասում, մի խեղաթյուրեք, խնդրում եմ մի խոսքերը, ես ինչ որ ասել եմ, ես գիտեմ, ես ինչ եմ ասել։ Այդպիսի բան ես չեմ ասել։ Հիշեցիք, ես այդ արտահայտությունը արել եմ, ձեր դուրն էլ չի եկեք։ Դրա համար ստիպված նորից արեցի, որ հիշեք, որ ես այդպիսի բան չեմ ասել։ Սա այդպես։ Ես կփորձեմ գտնել այն մյուս արտահայտությունը ձեր։ Այն մյուսը չկա, եթե ես ասել եմ, որ ականջից բռնած տանելու եմ, արդեն մեկը մյուսին բացառող հայտարարություններ է, հասկանում եք, չի կարող այդպիսի բան լինել։ Հետևորդները գիտեն։ Հիմա ուղղակի ձեր մոտ դուք միջևերջ չեք լսում ես ինչ եմ ասում, ձեր մոտ միանգամից հակադրություն է առաջանում, որտեվ նախընտրություններ ունեք, ես չեմ ուզում այդ մասին խոսել, բայց հիմա ուղղակի մի բան եմ խնդրում, իմ խոսքերը մի խեղաթյուրեք, եթե վստահ չեք հիշում։ Հիմա հետևորդները հիշեցին, որտեվ այս արտահայտությունն ես մի քանի անգամ եմ արել։ Ուրեմն կարևորը հետևյալն է։ Փաշինյանին աջակցությունը դրա հետ է կապված, որովհետև իրենք ուրիշի հետ հիմա իրենք չեն կարող Նարեկ Կարապետյանի հետ այդպես հարց լուծել։ Իրանք չեն կարող Ռոբերտ Քոչարյանի այդպիսի հարց լուծել։ Դա ակնհայտ է։ Ինչ վերաբերում է ցուցարարներին։ Ուրեմն տեսեք, սա ամոթ է ուղղակի, որովհետև նախ առաջին հերթին այդ հարցը արդեն բարձրացվել է Միացյալ Նահանգների անձնակազմի նախագահի մոտ։ Եվ դա արել է անձամբ Փաշինյանը։ Սա պետք է ընդունել։ Եվ ես հիշում եմ, որ անգամ նստած Թրամփը ասեց, ուրեմն 20 քանի քրիստոնյաներ մնում են ադրբեջանական բանտում, հիշում եք այդ խոսակցությունը։ Այսինքն իրանք զբաղված են դատարկ ջուր ծեծությամբ։ Գիտեք ինչ, եթե դա լիներ ազնիվ, ես կասեի նորմալ է։ Ես դեմ չեմ, ցանկացած մեկը իրավունք ունի միտինգ անելու, դա ժողովրդավարություն է։ Բայց մի քիչ պետքա բարոյական լինել այս առումով, որովհետև սա արվում է նրա ոչ թե նրա համար, որ Ջեդի Վենսը իմանա, անձամբ Թրամփը գիտի այդ մասը, եւ Թրամփը արտահայտվել է այդ թեմայով, հա, եւ հիմա գնում են բարդ բանակցություններ։ Սա արվում է քաղաքական նպատակներով եւ ժամանակը սպառվում է, երկրորդ մասում կասենք ինչի համար արվում այդ միտինգը։ Որովհետեւ գնում են գովազդի։ Armflix հարթակում անընդմեջ նորությունները կարող են զարմացնել, բայց դրանք իրականություն են։ Այսուհետ Armflix-ի օրացուցային հրապարակումներ նոր կոնտենտի վերաբերյալ միայն փետրվար ամսվա նորություններն են։ Կայսրության թևերը երրորդ եթերաշրջան նկարահանված 3 երկրում՝ Հայաստան, Ռուսաստան, Միացյալ Նահանգներ։ Վերջին վկան նկարահանված Միացյալ Նահանգներում։ Հատ ծյոծը նկարահանված Միացյալ Նահանգներում։ Իսկ անակնկալները շարունակական են։ Միացեք Armflix-ին եւ լրացրեք ձեր ժամանցը բացառիկ ֆիլմերով։ Միայն Armflix-ում յուրաքանչյուր տարիքի հանդիսատեսի համար։ Armflix, լավագույն հայկական մեդիա հարթակ աշխարհասփյուր հայության համար։ Այժմ մեր տեղավորում վերլուծություններ են ընթանում, եթե գովազդից առաջ մեզ հետ էիք, ապա տեսանք, որ Արմենի վերլուծությունը, ավելի ճիշտ Արմենի խոսքը, այսպես ասեմ, միտինգներին վերաբերող միտինգից կապված, շատ կարևոր բան եմ ուզում ասել, որ տեսեք, այս մարդիկ Ռուսաստանի ուղարկած մարդիկ են, այս մարդիկ երդվում են Պուտինի անունով, լիզում են Պուտինի կոշիկները շատերը դրանց ասենք մոլորյալները կան իհարկե եւ այլն։ Այս մարդկանց մեջ վստահ եմ նույն Արցախահայեր կա որ Պուտինը իրանց գցեց, հասկանում եք եւ այլն։ Ես մի բան եմ զարմանում։ Սա կյանքը դուք քարոզել եք, որ մենք պետքա Ռուսաստանի տակ պարկենք, ռուսները ուժեղ են, ռուսներից ենկով չեն կարող փախնել։ Ինչ գործ ունեք Ջեյդի Վենսի հետ։
Գնացեք Ռուսաստանի դեսպանատանը, ձեր սիրած Պուտինների, կապիրկիների մոտ արեք, որ իրանք այդքան ուժեղ են, որ իրանք այդքան ամենակարող են։ Ասեք ձեր Պուտինի հովանավորյալներն են ընդեղ նստած, ես չգիտեմ, մենակ բացառությամբ այն տղաների, որ ռազմական գործողությունների ժամանակ են գերի հայտնվել։ Մնացած Ռուբեն Վարդանյաններ, Արայիկ Հարությունյաններ, մնացած դրանք բոլորը Պուտինն, Արկադի Ղուկասյաններ, Բակո Սահակյաններ, 11 հոգին ուրիշներն են, որոնք այո, դրա համար եմ ասում, ես հատուկ շեշտում եմ բացառությամբ այն տղաների, որոնց առաջինն է պետք բերել։ Դրանց ճակատագիրը ամենավերջում պետք է լուծվի։ Իհարկե նրանք պետք է վերադառնան Հայաստան, որտեվ երևույթը ճնշող է եւ Հայաստանի վրա լծակ է, չի կարելի թողնել իրաց ադրբեջանական բանտերում, դա պետք է ընդունել, չի կարելի։ Ես եթե ինձ ուզում եք իմանալ, ես կարծում եմ որ նրանք բոլորը պետք է դատվեն, որտեվ այն տեղեկությունները, որ ինձ հասնում է, թե ինչ ունեցվածքներ ունեն իրանք Հայաստանում եւ դրա պատճառով է Արցախը, որ մենք արդեն չունենք նաեւ, այդ մարդիկ պետք է դատվեն, բոլորը։ Իհարկե։ Հասկանում եք, որտեղ վստահ եմ, որ մեկի տակը փորես բանա գտնել։ Դա իմ անձնական կարծիքն է, բայց ոչ Ադրբեջանում, ոչ մի դեպքում, հասկանում եք։ Իրանք նույն ՑՄՀ պետք է ստանան, բայց Հայաստանում։ Դա իմ անձնական կարծիքն է։ Բայց այն տղաները, ովքեր որ ռազմական գործողությունների ժամանակ, դրանք հերոսներ են։ Դրանց առաջին հերթին պետք է ազատել։ Հիմա գնացեք ձեր կոպիրկիներից պահանջեք։ Ոչ, իրանք հատուկ, դա գիտեք ինչի համար է։ Իհարկե հետո կարող է բացատրեն կամ չբացատրեն J.D. Vance-ին։ Դա նաև իլյուզիա է ստեղծելու, որ ինչ որ բողոք կա J.D. Vance-ի այցի դեմ Հայաստանում, հասկանում եք, եւ այլ այսպես շարունակ։ Ամերիկայից բողոք կա։ Եթե բողոքել էին մինչև գալը Վենսի, բողոքներ էին հասցրել Միացյալ Նահանգները նաև Սպիտակ տուն, եթե չեմ սխալվում, հայ առաքելական եկեղեցու դեմ ընդվզումների մասին իշխանությունների, եւ այսօր կարծես թե Վենսը հատուկ դրա համար հատկապես մի քանի անգամ նշեց, որ ինքը քրիստոնյա է, որ Հայաստանը առաջին քրիստոնեական երկրներից մեկն է, բայց նաև ընդգծեց, որ բնորանն է քրիստոնեության։ Այո, ընդգծեց, որ հիմնակարն է եւ քրիստոնեական հավատի եւ մշակույթի, եւ սա շատ կարեւոր է։ Տեսեք, իրականում ես վստահ եմ, որ իրենք խնդրեմ կունենային այս քաղաքականության հետ, որտեղ ես վստահ եմ, որ այս process-ներն էլ այդուամենայնիվ ազդում է, ինչքան երկարում է, այնքան ազդում է ուրեմն Հայաստանի վարկանիշի վրա։ Այս լավ process չի, սա պետք է շուտ լուծել, բայց J.D. Vance-ը հասկանում է, թե իրականում իրանք էլ տեղյակ են, չէ՞, զեկույցները ստանում են, որ հայ առաքելական եկեղեցին զբաղված է օտարերկրյա շահերի պաշտպանությամբ։ Դրա համար ես ձեզ ասեմ, հետաքրքրական ու շատ, եւ բացի դրանից, Ամերիկայի համար ամենակարևորը գործարքի երկիր են իրանք, շահի երկիր են, հա։ Իրանց համար կապ ունի քրիստոնեությունը, իրանց համար կապ ունի, որ ժողովուրդը քրիստոնյա է։ Դա շատ կարևոր է, դա կապ ունի եւ դա J.D. Vance-ը շեշտեց։ Օրինակ ես հուսով եմ, ինձ հետաքրքիր է վաղ ուր են տանելու։ Ես հուսով եմ, որ իրենք կտանեն ամենահին քրիստոնեական եկեղեցի։ Շատ կարևոր է դա, իմիջիալուց ձեզ ասեմ։ Ինքը պետք է այդ շունչը զգա, խորվիրապի, մյուսի, հասկանում եք, շատ եմ ուզում, որպեսզի այդպիսի մի տեղ տանեն, որովհետև դա խորը, ինքը ասեց, ես խորը հավատացյալ քրիստոնյա եմ։ Իդեպս պետք է այն բառը, որ ինքը օգտագործեց, նշանակում է ինքը խորը հավատացյալ, դա էդ է նշանակում։ Եվ ամեն ինչ ասեց, չէ, որ մենք վարչապետի այդ նույն հավատն ենք կիսում, նկատեցիք այդ մասը։ Սա կարևորագույն բան է հայ ժողովրդի համար, սա այն առավելությունն է, որ մենք պետք է օգտագործենք, մենք պետք է հասկանանք, եւ ամենակարևորը, տեսեք, այս պայմանագրերը չիպերը, որ տրամադրվում է, որ դա արդեն գաղտնիություն է, որ պետք է Հայաստանը չլինի ոչ մեկի տակ, հա, եւ դա պահանջվելու է։ Զենքը, որ տրամադրում են, դա նշանակում է Հայաստանը պետք է այդ քայլերը անի, որպեսզի սա կողմնորոշման մասին է։ Դրա համար եմ ասում, օրինակ ատոմակայանի մասին ասեցիք։ Մենք իհարկե խոսել ենք, ես ասում եմ, որ 1-2-3 է կոչվում այդ պայմանագիրը, այդ որպեսզի ամերիկան, այո, 1-2-3 է կոչվում պայմանական, դա բան է, իսկ պայմանական չէ, տենց է կոչվում ամերիկյան բանի մեջ, ուրեմն շատերը 123 են ասում անգրագիտաբար, բայց դա 123 չի, 1-2-3 է կոչվում, ուրեմն որը պետք է ստորագրվի, ուրեմն որպեսզի դու միջուկային խաղաղ էներգետիկայի զարգացման մասին կարողանաս Ամերիկայից շարունակես խոսել, հա։ Ցավոք սրտի 2 օր առաջ Խուդատյանը տարածքային կառավարման նախարարը ասաց, որ իրենք որոշում չկա, իրանք Չինաստան պատվիրակություն են ուղարկել, բայց մենք հասկանում ենք, որ տեսեք, հիմա դուք ասում եք, ինչ եմ ես ասում, իրանք 2 օր առաջ այդպիսի բան էին ասում։ Այսօր J.D. Vance-ը եկավ եւ պարզ ասեց, որ այսքան ներդրում է լինելու, ընդ որում այդ ներդրումների թիվը որ նայում ենք, դա ատոմակայանի մասին է, 5 միլիարդ գումարած 4 միլիարդ դոլար։ Դուք հասկանում եք, դա ինչ թվեր է Հայաստանի համար։ Դա կարող է Ամերիկայի համար թիվ չի։
Բայց դա ահռելի թվեր է Հայաստանի համար։ Ընդ որում հետաքրքրական է, որ J.D. Vance-ը նաև չպատասխանեց, թե կոնկրետ Ամերիկան ինչքան գումար է պատրաստվում ներդնել, ընդհանուր այդ թրիտ նախագծի եւ բանը։ Մասնավոր ներդրումները շեշտեցավ։ Այո։ Բայց գլոբալ պետքա մի բան գծել։ Եվ վերջում ինչ է ուզում ավարտել, ինձ զավեշտեր դաշնակցականների այստեղ անկայի հայդատի հայտարարությունը, որ դատապարտում էին J.D. Vance-ին, որ ինքը քաղաքական Հայաստանի ներքաղաքական կյանքի մեջ է մտել ուրեմն եւ պաշտպանում է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում, որը չի կարելի ինչպես եւ չի կարելի որ ինչ-որ մեկը ANC-ի մասին է։ Ուրեմն ANC-ի չեն ասում, իրականում անկա են ասում։ Հիմա անկան պաշտպանում է, այսինքն դատապարտում է J.D. Vance-ին խորը եւ այլն, այստեղ պետք է մի բան հասկանալ, որ միջամտում է այ պաշտպանում է Փաշինյանին, որտեղ լիքը քաղբանտարկյալներ կայլան են։ Հետաքրքրական էր, հիշում եմ իրանց դեմքերը, երբ որ իրանք Թրամփ էին պաշտպանում, ինչի, որտեղ Թրամփը իզոլացիոնիզմ էր քարոզում այն ժամանակ ընտրություններից առաջ, հետո հասկացան, որ դա այդպես չի։ Հիմա հիասթափված է խորը, ներքին խնդիրներից են խոսում Ամերիկայի, դե բա դու ձեր ներքին ռեյտ բանը խնդիր եւ այլ։ Հիմա տեսեք, իրականում իրանք մտածում են, որ հեսա Թրամփը գալու է եւ տարածաշրջանը թողի Պուտինին։ Կարող է տղեկ դրա համար եք տենց ոգևորվել, հիմա էլ տենց այն ժամանակ, իսկ հիմա տենց հիասթափվել եք, որտեվ հասկացաք, որ հենց Ամերիկան մտնում է տարածաշրջան, դուք արդեն դժգոհ եք, հա, եւ այսպես շարունակ է։ Բայց ո՞նց եք Թրամփ եք գովում, դեմոկրատ եք քլնգում եւ այսպես շարունակ, էլի։ Հիմա տենց լրջագույն դե միամտություն է մտածել, որ Ամերիկան կարա իր շահերը դնի մի կողմ եւ իզոլացվի, էլի, Այս մասին դեռ երկար խոսելու հնարավորություն կա, մանավանդ տեսնենք թե վաղը Vance-ը որտեղ ուր կտանեն։ Հա, եկեք իրեք ճիշտ ասեցիք, չոգևորվենք, որտեղ շատ կարևոր է նաև Ադրբեջանում ինչ ստորագրվելու, այո։ Տեսնենք ինչ է լինելու։ Շնորհակալություն, որ այսօր մեզ հետ էիք, ցտեսություն։ Հաջողություն։ ARTN լուրերի հովանավորն է FIBI ընկերությունը։